Հետևորդներ ջան, բարի լույս, օրը թող բարի բացվի բոլորի համար։ Մենք էլ ամուսնուս հետ եկել ենք հողամաս, այսինքն հողամասի գործեր չենք անում, անպաց հով եղանը կա, բայց հասանք ստեղ արևը ուզում է դուրս գալ, ուզում ենք գնանք մայրամախոտ հավաքենք, առավոտ շուտ արթնացա, դե մանդակի էի գնացել, մի քիչ մանդակ մաքրեցի, ասի էս տան միջի գործը, սպասի գնանք հովա մայրամախոտ հավաքենք, հետո այդ գործը կանեմ։ Աշոտն էլ երևի մի քիչ ուշ կմիանա մեզ հողի գործ, հողի աշխատանքներ կատարելու, մի խոսքով ոնց են ասում, գործերը մեզ խեղդում են, մենք էլ փորձում ենք հաղթել գործերին, որ այդ գործերը, բոլոր գործերը, որ հասցնում ես, անում ես, դրա գաղտնիքը ինչումն է, միասնական լինելու մեջ է, երբ ընտանիքում բոլորը հասկանում են իրար, օգնում են մեկ-մեկու, գործը առաջ է գնում, իսկ եթե մի գործ ասեցիր, վայ չեմ անի, գոտ կտացիր, խոսացիր, այդ գործը չի լինի, գցի թո էթա, չի լինի, այն որ զոռով էլ եղավ, ինչ որ մի բան այն չի լինելու հաստատ, այնպես որ ինչ եմ ասում, ինչ կանեք սիրով արեք, միահամուռ, միասնական և ով աշխատի նա էլ կուտի, գնացինք, այս դանակները հրցնեմ, պահի կաղա բոխի էլ ընդելնի, գցի մոտդ, այդ սարը բոխի էլ ալու, ես էլ ստեղ, էսի որպեսի ինչ լավ, հետո այս բանը կդնեմ ու գնացինք մայրամախոտի ծաղկի, այնքան լավ է հով եղանակի աշխատելը շատ լավ է, շատ լավ, հով է լինում, շոգին դժվար է աշխատել, ահա սենց գնանք, որպեսի այն գետից չթռնենք, Դորո ձածա բարի լույս, ընչես մենակ, շուտ ենք էլ է, գնում ենք մայրամախոտի, ամալը չի գալու, կել, ամենօրյա ճանապարհ, որ գնում ենք ջուր ենք բերում, սենց բարձրանանք մոտիկա, արդեն տեսեք ջուրը որ կա, այսենց արվակով գնում է էլի հողամաս ջուր են անում, այս խոտն էլ այսի ձիաձետն է, էլի բուժիչ առողջարար խոտաբույս է, թող մեծանա կհավաքեմ, հլայիր մարաժոյքի հոլականաչ, դախաց է, էտ, հետո էլ ասում ես կաղել են, հատ ես ու գլի վրա կա, այստեղ են, հրան, արի սենց հլնենք ես ասրան, կաղենք հլնենք, Իսա, շունչ առնելով հանդիպելա, կաղելով գնանք, որ համել չհոգնենք, իրոք հրաշք խոտաբույս է ու այն գնորդները, ովքեր վերցրել են, նորից են վերցնում, որովհետև
տեսել են, զգացել են, ինչ արագ է օգնում ստամոքսի ցավը անցկացնում։ Դե մենք էլ քաղելով գնանք արդեն։ Հետևորդներ ջան, ժայռերի, քարերի, սարերի, ձորերի մեջ մայրամախոտ ենք հավաքում, լավա եղանակը հովա դեռ, մայրամախոտը այսքան արդեն մի փեշ հավաքել ենք մարդա ու այստեղ տեսեք, ինչ համեղություն, ամուսինս մի հատ բոխի գտավ, արի քաղի դե, բոխի էլ շատ սիրում ենք, այս սարերում բոխի էլ ա լինում, վայրի ծիտրոն, ինչ ասես, մի խոսքով շատ են բարիքները, Աստծո տված պարգևները, բայց նաև լի է վտանգներով։ Մի նայեք այս քարերին, ժայռերին, զգուշ են քաղում, սողուններ եւ այլն, էլի գիտե։ Ոյ, այսի։ Հələ լտր։ Բոխի, ան։ Բայց հրան բոխին էլա չէ իրար կող ելնում, որ մի հատ ելնում է էլի ալնում, ես տենց գիտեմ, ասա դու շատ բան չգիտես, այն մասերն էլ լավ կա մայրամախոտ, քաղենք, պատահական է էլի հանդիպում բոխին, հատուկ բոխի չենք ման գալի, այսօր ուղղությունը, մեր նպատակը, որ շատ մայրամախոտ քաղենք, ուրցել կա, լիքն ա էլի, հատ այսպես մաքուր սիրուն պոկում ենք, որ տունը ժամանակ չկա էլի, բայց դե մաքրում եմ էլի պարտադիր, որ դե ինչքան մաքուր տանենք տուն, այնքան իմ գործը հեշտ կլինի։ Ծունկս էլ պոկվեց։ Աշխատում ենք լավերը քաղենք, որակով, սիրուն, ինքը տենց հետաքրքիր խամրած կանաչ գույն ունի, ոնց որ վիլյուր լինի, քեզ թվում է, ինչքան է մաքրում ես, լվում ես, ինքը իրանից մի յուրահատուկ փոշի է արտադրում, փոշի ունի, նույնիսկ են որ մաքրելուց անդադ փռշտում եմ։ Բայց ինչքան ծաղիկ ծաղկում կա, ներքևի մասում քաղեմ, որ տուն էլ տանեմ։ Բայց բոխի չճարեմ, ես է պտի ճարեմ։ Աստված ջան, ինձ տար մի հոտ լխտիկ, լավ, սիրուն, բոխ ու քյոլի մոտ հասցրու։ Մենախոսությունը իմ գործն է, իմ աշխատանքն է, ես աստելավ մայրամախոտ կա, ոյի կոմա հու, մի քիչ է շատ ենք խոսում, ճանճերին կուլ ենք տալի։ Հրանց, դե սարի ծաման չի լնում, չէ։ Սարի ծամանն էլ հատուկ տեղ ունի, տարածք ունի։ Քաղենք։ Ավզնոցներ են։ Հրան, այս ավզնոցով կարանք հետանք այնդ է։ Ներքևներն է կան, չէ, հելը։ Լսաղ մայրամախոտը։ Ուղղակի որ արդեն վերև ենք հել է։ Էդ է խնդիրը։
Ինչը սողոն ավազներ են։ Ուй։ Ոյ, այդ մասը ինչ լավ կա, իշնեմ այդ է։ Ոյ, ոյ, ոյ։ Ով։ Տիկին Ամալյան կհլնի գործ կանի նոր կգա հողամաս։ Դի զոլերը կցի որ գացանի։ Գյազը։ Էլիշ գյազա։ Առաջ մարդիկ գյազի են, չէ եկե։ Կտրե տարել են թոների վառարանի փեջի տենց կպչան են արել, լավ թոնիր բանա կպցնում։ Փեջա կպցնում այս գյազը։ Կանաչ է արդեն։ Գազի յուղն է լավ օգտակար։ Յուղ են ստանում։ Մի խոսքով ինչ ասեմ, ամեն մի խոտաբույս էլ օգտակար հատկություններ ունի։ Թունավոր խոտաբույսեր էլ կան, դրանք էլ են օգտակար, չէ, թույն են ստանում։ Խոտաբույս կա, որ կարող ես եռացնել, դրա ջրով ծառերը սրսկել, բույսերը սրսկել, միջատներից պաշտպանում է, ցույց կտամ այդ խոտաբույսը։ Ոյ, հեռվից հեռը երևում է, էլի, ես տեսա էսի։ Ենք սիրուն տարածքը։ Խրթսնի։ Աշկը կրտիլ։ Բայ։ Ոխի։ Օխ, սենց ուրեմ կլնի։ Արի սրանք քաղենք էթանք, իմ մոտից մի գնա, ես վախենում եմ։ Ես սենց լավ մայրամախոտեր չի հանդիպի, փունջ մոտիկ, հապում եմ որ կավստեր, ես եբ կվախենամ։ Համել պիտի արդեն լծվել է, Հրան մի գնա։ Ստե գիտես իշքան կա, անտիր են։ Հա, դու բոխի ես մանգալի։ Բոխին հանդիպելու է միամիտ։ Ամենա լավը, որ ես մայրամախոտերը քաղենք, լավն են։ Կլոր ընտիր փնջիկ։ Այսիշ լավն են։ Ոստի դե քաղեն հազո ջան, ստե որ քաղեն իսկականից արդեն գոգնոցս դատարկելու կլինի։ Հատ քաղում եմ, հովեսով, իրոք
Աշոտն էլ նորը էլի փորը ցավում էր, խմեց, անցավ, հրաշք խոտաբույս, ու ենքան եմ ուրախանում, որ հետևորդները հետ օգտագործում են ու պատասխանը գրում են արդյունքները, շատ եմ ուրախանում, ու մեկ էլ ինձ լինում, որ պատվերները խնդիր ատվե պոչտայի, տեսնենք ոնց կլինի, հանկարծ էլի եմ ասում, ում պատվերը տեղ չի հասել, մարդ ենք բոլորս էլ սխալներ ունենք, կարող եք ինձ գրել, չամաչեք։ Այս փնջերը նա ինչ հրաշք են, համ որակն ա լավ, համ տենց փարթամ քրթել ցողուններով, ցողունների մեջ էլ է իսկական վիտամինը, ցողուններով, սիրուն, արի էտենց քաղենք, այն փնջերը քաղենք, հլնենք էդն ուղությամբ, հոգնենք, որ չհոգնենք, Այս մենակ դժվարն է նա, որ այս հին այդ չորուկների միջից պետք է տանես այն կողմ, այս կողմ քաղես։ Հələ այստեղ կա, այստեղ այս փունջը չեմ քաղել լրիվ։ Դե լավ, նա հրան։ Լավ ավատա էտա, հա։ Ես մնացի ես մի փնջի մեջ։ Հա բա որ լավը կա, պետք է քաղեմ, ինչի վազեմ։ Դրա համար եմ ասում, արի, էսի ափսոս ա։ Ինչու գանձը կորչի այստերանք։ Մնա այստեղ այս գանձը։ Ամեն մեր գործն էլ ա հերց, չենք ման գալի։ Պատկերացրեք, ինչքան խոտաբույսեր կան, որոնց օգտակարության մասին չգիտենք։ Ոյ ոտերս ցաված։ Արդեն լցվեց։ Ոյն ինչ անցք է։ Գնանք անցքից հեռու։ Մի հատ դոյի պոսլե, նայեք ոնց քաղեցի։ Հնձեցի այս փունջը։ Հիմա ոնց հլնենք։ Տենց հլնենք վերև։ Այսենց։ Բարձրանանք։ Այսենց։ Դեպի ավզնոցներ։ Ու վերջ չկա այս օրերին գագաթ չունեն։ Էդ էլ այստեղից երևում է վայքը։ Թռչունի բույն, բայց մեջը ձու չկա։ Հին բույն։ Հինը լքված
բուն։ Այն այս կոմի վրա լավ կա։ Դե ժայռերը հլնեմ։ Ոնց էլանք։ Մաքուր տարածքը։ Ոյ Կորչի գործերը արի։ Հրանտ, մեշոկը բան անենք դատարկենք։ Ոյ, ինչ էլ տաք են էս ավազները։ Սիրուն տեսարան։ Զմայլվենք, հմայլվենք։ Մեշոկը անեմ դատարկեմ, էլ չի լինում քայլել, քաղել։ Ահա։ Շքուն վերև կա, բա։ Ամբողջը սենց մայրամախոտ քարերի, ժայռերի մեջ։ Եվ դուք էլ հետևորդներ ջան չեք մոռանում, լայքում եք, բաժանորդագրվում եք ու տարածում եք մեր վլոգները, ես վայքում եմ, դուք լայքում եք։ Երևում է այն ճանապարհը, այստեղից այնքան գեղեցիկ երևում է վայքը, երևում է այն ճանապարհը, որ գալիս ենք հողամաս, հողամասի ճանապարհը, մեր հողամասը միայն այն սկզբի մասն է երևում, Ամալիայից հողամասն է երևում, Ամալյան դեռ չի եկել հողամաս, այդպես, այն ձորերը, մի խոսքով հիացանք, հիանում ենք, այսպես, արի դատարկենք, ըտենց մի գնացնես կետ ամեն նոր սարերում, ամեն նոր դաշտերում ձեզ հետ է միշտ սարի աղջիկը, ես իմ օրը չեմ պատկերացնում առանց սարի, առանց դաշտի, առանց բնության, առանց հողամասի, երևի թե ինչ, ոնց են ասում, մի հատ շքեղ առանձնատուն որ լինի, ես էլի կձգտեմ դուրս գամ բնություն, արի դատարկի չճմռվի, դες չեմ սիրում, որ դաշտից իրարից հեռու են ելնում, սենց այս մասերը երևաց, այսա, այկա հասապ տիքաղ,
Հերվից սիրուն են երևում, մեկ-մեկ գնում հասնում ես են որակը չի ունենում, հիմա սա է, գնանք մի քիչ ուրիշ տեղ լավերը գտնենք, տեսեք ինչ տեղերը, ստելերիվ հրանց, ստելերիվ մարզայի տեղերն է, չէ, ավզնոցներում է, սարի ծիտրոնը լինում, բայց հիմա ժամանակը չի, դրանք սենց ուր են գնում, օ, շերը, սիրունա, հլը, Հրան, մարդ դուստա եկել ես, ոտի տեղերա, երև բոխի են մանեք է, մենք հաստատ այսքան չենք էլ է մայրամախոտին, Բայց ես ինչ պիս տեղ եկանք, լսի, համ մայրամախոտը չկա, լավը չի, համ է ձորի բերան, դեստեղ չկա ուր ես իշն, կայնի չել տենանք տեղ կա, եթե չէ հետ եթանք, ոնց, հեսա արիստերան կարիմ, հետը կաղելով եթանք, ուй, ամեն օր նոր բացահայտումներ, այսպես ձորի միջով տեղ կա կիշնենք ներքև, ահա ժայռի վրից նայեցի ու տեսա, որ ներքևում լավ մայրամախոտեր կան, այս սենց բայց եկանք, սենց էստեղ էլ տեսեք, ես էլ լավ քաղեցինք, մազերը կտրեցինք սենց ասած, ու նայեք էլի համարյա սենց փեշը դատարկել ենք, բայց դե լցվեց, մինչև հասնենք, սրանց քաղեմ գամ, ոչ մի հատ պետք է չթողնենք, իհարկե անվերջանալի է, ոնց կարանք չթողնենք, լավ ու վատ ենք անում, մայրամախոտ էի քաղում, երևի վեշիս մեջ է, ու ես ինչ է լավ բոխի է, ընտիր բոխի ճարեցի, ահա, փշերի մեջ, սենց մի հատ սիրուն բացեմ տեղը, սենց սիրուն, դե տեսեք է, խոտերն է քաշիմ կողքերի, չէ, ուզում եմ համ նկարեմ, համ քաղեմ, քաղեցի, ոնց չքաղեմ բա, թողեմ գանձը մնա, ահա լավ մայրամախոտ քաղեցինք, մի մեշոկ պրես, սխմած, ու գնում ենք, մի քիչ է փեշիս մեջ է,
Գնանք հողամաս։ Վերջում էլ պարտադիր հիրիկներ, ծաղիկներ։ Այսինքն գցում ես, իրանք քաշում ես գալիս են։ Սիրունիկները Սրանք ինչ ծաղիկ են։ Չգիտեմ ինչ են անունը ինչ է, բայց դե սիրենվի ծաղիկներ են, քաշում ենք էլի։ Ստեղ էլ կան այդ ծաղիկներից, ծաղրերի տոկ, եկ։ Հասանք հողամասի տարածքները։ Հա, եկա։ Շոքո։ Ոչեն մասը լավ երիցուկ կա։ Մի որ հավեսանեմ կգնամ կքաղեմ։ Անձրևը ուզում է գալ։ Ահա սիրելի հետևորդներ, այս էլ դնենք ջուրը, որ ինքը չթառամի եւ ավարտվեց սիրելի հետևորդներ մեր մայրամախոտի հավաքչությունը։ Հավաքեցինք ամուսնուս հետ ահագին շոտ, տանենք տուն, տեսնեմ ինչ եմ անում, մշակման փուլ անցնի ու այսպես